Թերում ենք մեզ կմիանա Արամ Մկրտչյանը, պարոն Մկրտչյան, բարի երեկո պարոն Մկրտչյան, Հարգանքներս բարի ողջույն, ինչպես եք, Փառք Աստծո, շնորհակալ, ամեն ինչ լավ, մնացածը կապված ընդհանուր մեր խնդիրների հետ։ այո, պարոն Մկրտչյան, ինչպես տեսնում ենք օրորի շատ բաներ են փոխում մեր երկրում, սահմաններից դուրս, ես գիտեմ, որ դուք ուշ հետևում եք այդ ամեն ինչին, Ես ուզում եմ մեկ հարց տալ, հետո նոր սկսել մեր եթերը, ինչ եք կարծում, Իրանում պատերազմ կսկսվի, թե ոչ։ Ես մի քանի տարբերակ ունեմ, որպես կանոն տարբերակները կառուցում եմ մի քանի պարամետրերով։ Առաջի պարամետրը, որ ինձ թույլ է տալիս նման եզրակացություն անել, Իրանի վրա Միացյալ Նահանգները հարձակում չի իրականացնի։ Հիմնական պատճառը գալիս է 5 կտակարանից։ Իրանական ժողովուրդը փրկել է հրեա ժողովրդին ոչ մեկ անգամ, նվազագույնը 2 անգամ, հետևաբար պարտավորությունները աստվածաշնչային են, 5 կտակարանային։ Բայց այսօր Եվ Տրամպն էլ իրեն հայտարարել է որպես քրիստոնեական քաղաքակրթության կամ քրիստոնեական աշխարհայացքի ներկայացուցիչ, հետևաբար չեմ կարծում, որ ինքը գնա Իրանի դեմ նման սանկցիաների կամ նման ռազմական գործողությունների։ Սա իմ հիմնական կրեդոն, որով ես միշտ խնդիրը ներկայացնում եմ։ Իսկ դրանից դուրս, այո, կարող են ինչ-որ զարգացումներ լինել, ինչ-որ հարվածներ լինել, բայց խոշորամասշտաբ պատերազմ Իրանի հետ չի լինի։ Ես նման կարծիք ունեմ։ Բա ինչի համար էր այս ամեն ինչ այս մեդիա դաշտը լցելով, որ պատրաստվեք, լինելու է, սա ինչ է։ Տեսեք, ամեն մեկը իր խնդիրներն էր լուծում։ Միացյալ Նահանգները լուծում է իր գերագույն խնդիրները, աշխարհում բոլոր փոփոխությունները արվում են երկու ազգի մասնակցությամբ, հայերի եւ հրեաների։ Մնացած ազգերը սպասարկում են այդ խնդիրները։ Էլի 5 կտակարանից որ գանք, այնտեղ Աբրահամը Մելիքսեթը, մեր հայրի նախահայրը ընդունում է Աբրահամին, տալիս է նրան հաց ու գինի եւ Աբրահամին տալիս է 10-րդը։ Հասկանում եք, խնդիրները դրված են եւ ովքեր այդ խնդիրները գիտեն, իրենք չեն էլ նեղվում դրանից։ Սովորական շարքային քաղաքացին ինքը պարտավոր չի դրանք իմանալու, ինքը պարտավոր է մի կտոր հաց ունենալ, պատվալում զենք ունենալ, պատրաստ ներկրվելու եւ այլն։ Պարզ է։ Բայց դա մասնավոր կարծիք էր, ինքը կարող է այդպես չլինի, բայց ես 90%-ով վստահ եմ, որ այդպես կլինի, Իրանի վրա չեն հարձակվի։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ նորից պարոն Մկրտչյան խոսել Սերոբ Գասպարյանից, Սև Հոբաս ջոկատի հրամանատարից, որ ես բարձրաձայնել էի, որ քննիչը Սիսակ Հովակիմյանը, կներեք, Սիսակ Հայրապետյանը, Սիսակ Հայրապետյանը քննիչ լինելով, ուղղակի Հովակիմյանը դադախազն էր, խառնել է ազգանունները, ես զգուշացրել եմ, որ գործին ուշադիր լինել Գասպարյանի ու ես զգուշացրել էի, որ այդ գործը փակեին, որովհետև այն շինցու գործերը, որ նա դրա համար պաշտոն է ստացել, մեր լրագրողները գնացել էին իմ օթից կախված այդ լուրերի հետևից եւ ապացուցվել էր, որ այո, Սիսակը ստացել է նոր պաշտոն Մասիվում քնչագանի պետ, ժամանակավոր, ճակերտավոր, սենց, հա, ու նույնը ես ասել էի դադախազի վրով, Հովակիմյան գորիկի վրով,
որ մի փորձեք ճնշում գործադրել եւ ամիսներ կորձել այդ մարդուց, որովհետեւ նա գործող հրամանատար է եւ այնտեղ կան բազմաշերտ հարցեր, որ երևի դադախազը եւ քննիչը չեն էլ պատկերացնում, ուրեմն ես ուզում եմ մի բան արձանագրել, ասել, որ Սերոբ Գասպարյանը ապրելով երկար տարիներ 20 տարուց ավել Գերմանիայում, նա ուներ ապրելու իրավունք, քանի որ գիտեք Արամ ջան, երբ որ ժամանակն է գալի, ոնց են անձնագիրը փոխում, այո, նրա այդ ժամանակի քարտի փոխման ժամանակներ եւ այս քնիչ Սիսակի թեթև ձեռքով այդ շինծու գործով նա այս պահին կորցրեց իր ժամանակավոր ապրելու իրավունքի մնալու իրավունքը եւ քնիչ Սիսակը չի պատկերացնում, որ մենք արդեն երկար ժամանակ ունենք Սերոբ Գասպարյանի հետ մի քանի երկրներում լուրջ բիզնեսներ, որը որ դա ապացուցված է, ինքը չի պատկերացնում, որ հիմա դա ամեն ինչը, այդ մինուսները, որ գնում է, ես իմ իրավաբանին խնդրել եմ, որ եւ իրավաբանը նամակը պատրաստի, նույնը մեր ֆինանսիստին, որ ես խոստանում եմ Սիսակին, Նիկոլը քեզի չի փրկելու Սիսակ, որ դու այս ամեն ինչը սարքել ես մեր հրամանատարի գլխին։ Ստեղ գնում է, այո, ֆինանսական մեծ կորուստ, բայց դա էլ մի կողմ այսօր Սև Հովազի հրամանատարը անազատության մեջ լինելով, Սև Հովազի տղաները այսօր կանգնած են սահմանի առաջնագծում ու պարոն Մկրտչյան, ես կուզեմ, որ կարդակ, եթե խնդրեմ, Սերոբ Գասպարյանի ուղերձը մեր հայրենակիցներին, նա ուղերձա թողե մեզ, խնդրեմ։ Սիրով, երկու նախադասություն ասեմ ու հետո անցնենք ուղերձին։ Գիտեք ինչ, ես ու դու ապրում ենք Եվրոպայում, պատասխանատվությունները եւ իրավունքները բաշխված են։ Եվ այդ իրավունքների ձևաչափով որևէ մեկի ֆինանսական եւ իրավական պատասխանատվությունները իրականացնելու համար որևէ մեկ այլ տարածքում արգելք չեն կարող հանդիսանալ։ Սրանք հայտնի բաներ են։ Հիմա ինձ համար բավականին զարմանալի է, որ իրեն հնարավորություն չեն տվել իր կացության իրավունքի փաստաթղթերը ներկայացնի, գոնե դեսպանատուն ներկայացներ, պատճառաբանելով, որ խնդիրներ կան, որ ինքը կարողանա հետո իր իրավունքը շարունակի, հակառակ պարագայում ինքը այդ իր ամբողջ անցած ճանապարհը Գերմանիայում ապրելու իրավունք է կենսագրությունը, ինքը պետք է նորից վերսկսի զրոյական կետից, կարող է նաև չկարողանա սկսել տարբեր հանգամանքների պատճառով եւ կորցնի իր բիզնեսները, ինչու որ դու ասում ես, բիզնեսները պետք է կառավարվեն, դրանք հարկեր են պետք է վճարվեն, բնականաբար յուրաքանչյուր բիզնես ունի ակտիվ պասիվ, դրանք երկուսն էլ կառավարվում են եւ դրանք բաներ կա, որ որևէ մեկը բացի իրանից չի իմանում եւ ինքը կարող է նաեւ որևէ մեկին չվստահել այդ իրավունքները եւ հետեւաբար ինչ որ այդ կոլապսը կառաջանա այդ մարդու բիզնեսի իր գործերի հետ կապված շատ լուրջ հարցեր կարող են առաջացնել, ուրեմն միջպետական հարթության վրա արդեն, որտեղ Գերմանիան եթե տվել է իրավունքներ, ապա նա նաև այդ իրավունքների հետ ունի պարտավորություններ, եւ այդ պարտավորությունների մասով Գերմանիան կարծում եմ, որ շահագրգիռ կլինի ճշտելու։ Հիմա դու ինձ փոխանցել ես Հովազի հայտարարությունը, ես կարդամ տեքստը։ Խնդրեմ։ Սև Հովազ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հրամանատար Սերոբ Գասպարյանին կալանավորեցին անունը դնելով հեղաշրջման փորձ։ Չունենալով ոչ մի փաստացի կարևոր նշանակություն ունեցող ապացույց, հանրությանը ներկայացնելով անարդարացի եւ շինծու մեղադրանք, ինձ դատում են իմ հայրենիքը շատ սիրելու համար։ Սերոբ Գասպարյանը չի ստանում եւ չի սատարում եւ աջակցում ոչ մի քաղաքական ուժի։ Նա իր հայրենիքի նվիրյալ զավակն է եւ իր եղբոր հավերժ հրամանատար
Ռոստոմ Գասպարյանի գաղափարի եւ երթման կրողը։ Ենթադրությունների կարծիքների հիման վրա Սերով Գասպարյանին պահում են կալանքի տակ։ Սա ինչ է նշանակում, եթե ոչ քաղաքական հետապնդում։ Դադարեցրեք նրա նկատմամբ հետապնդումը, նա չի կարող սպառնալիք լինել, որի համար կյանք է դրել իրենց Գերդաստանի եղած բառի բուն իմաստով տղամարդկանցով Սերով Գասպարյանը նրանց արյամբ գծած հայրենի հողը շատ սիրելուց ու փայփայելուց բացի այլ ընտրանք չունի, նվիրյալները չեն դավանափոխվում։ Այո։ Տեքստի վերջը։ Դա Սերոբ Գասպարյանի ուղերձներ, սիրելի հայրենակիցներ, մեր հայրենակիցներին, որ նա ոչ մի կուսակցության հետ չի համագործակցի եւ նրա խոսքը, որ մենք չենք դավանափոխվում, այդ այրան գինը չի ծախվելու եւ չի ծախվի ու չհամարձակվեք որևէ ձև փորձ կատարել, ես ասում եմ, որ մեր համար Սերոբ Գասպարյանի առողջությունը եւ կյանքը համար 1 աստիճանի վրա դրված, որ մենք ուշ ամեն վարքյան հետևում ենք իր առողջության եւ շուտապույտ դուրս գալու համար, մի ինֆորմացիա եմ ուզում ասեմ, պարոն Մկրտչյան, որ ես ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանի Հանրապետության Գերմանիայի դեսպանը եւ մենք ունենք հույր Գերմանիայից նորից մեկ անձնավորություն կգա շուտով Հայաստանի Հանրապետություն, բայց անկախ այդ հույրի ես ամեն ինչ անելու եմ սիսակ, քննիչ սիսակ, որ Գերմանիայի դեսպանը այցելի Սերոբ Գասպարյանին։ Հիմա, սիրելի հայրենակիցներ, մենք խոստացել էինք այն նամակները, որ մենք գրելու ենք տարբեր սենատներին, տարբեր դատական բարձրաստիճաններին, այո, այս պահին նամակները պատրաստ են, չգիտեմ, ինչքանով է հիմա երևում, բայց ես ունեմ վիդեո, ունեմ դիմացից պայի, այդպես պայի ինքը չի արձագանքի։ Սրանք տարբեր նամակներ են, որը շատ մեծ ժամանակ է տրվել, շնորհակալություն Արամ Մկրտչյան քեզ, որ ու մնացած մեր գոլեգաներին, որ իրենց աջակցությունը, իրենց խոսքը միաբանորեն կանգնելով Սև Հովաս ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի կողքին, ես ուղղակի ուզում եմ նորից զգուշացնել մեր հիմիկվա կառավարությանը եւ քննիչին եւ դադախազին։ Խելքներդ գլուխներդ հավաքեք եւ շուտապույտ թողեք Սերոբ Գասպարյանին ազատ։ Դուք պատկերացնում եք այս նամակները դուրս են գալու եւ գրված այնտեղ բոլոր ձեր արած գործերը, ձեր անուններով ու դուք պատասխան եք տալու։ Եթե պատկերացնում եք, որ Նիկոլ Փաշինյանը ձեզի փրկելու է այս ամեն ինչից կամ եք վաղը փոխվելու է այս ամեն ինչ եւ դուք արդարանալու եք, դուք շատ սխալվում եք ու նույնը ես ասել եմ, այդ մեծագույն ծախսերը, որ նոր պարոն Մկրտչյանը ասեց, որ ունեցել ենք մենք ֆինանսական շատ մեծ անկում, ես չեմ պատկերացնում, որ սիսակ կամ գորիկ դուք ելնելով դադախազ եւ քննիչ կարողանալ եք այդ ձեր տունը ծախելու եք չեք պրծնելու այդ ծախսերի դիմաց, որտեվ դուք արել եք շինցումի գործ, սարքելով մարդու գլխին, կտրելով իր ընտանիքից, իր առողջությունից, իր գործողությունից, որը այսօր շատ կարևոր է մեր հայրենիքի համար եւ դրա համար դուք պատասխան եք տալու օրենքի դիմաց, մենք պատրաստել ենք արդեն նամակները այսօրվանից դուրս է գնալու տարբեր երկրներ, տարբեր դատական եւ պարոն Մկրտչյան հեսա կբացատրի ավելի մոտ այս թեմաները թե ինչա ձեզ սպասվում, այնպես որ ես ձեզ նորից զգուշացնում եմ, սիսակ հետ վերցրու քո շինցու գործեր եւ մի ենթարկվի Փաշինյանական կլանի այդ սեկտորին, որովհետեւ դու չես կարողանալու այս ամեն ինչի տակից դուրս գալ։ Ամեն մի նամակը քո 50 տարվա աշխատավարձն է։ Այնպես որ այս ամեն ինչի համար դու պատասխան ես տալու։ Դու պատասխան ես տալու օրենքի դեմ
ու Աստծո առաջ։ Նույնը դադախած Հովակիմյան քեզ եմ դիմում, որ այս ամեն ինչի տակից դուք դուրս չեք կարող գալ եւ ոչ էլ ունենալու եք արդարացում։ Պարոն Մկրտչյան, մի երկու խոսք նամակների ուժի եւ ինչ կարող է սա դառնալ, սա այն հիմքն է, որ մենք դրեցինք սենատորներով որոշում, որ այո, մենք կանգնած ենք մեր բոլոր հայրենակիցներին, մենք չունենք նվեր ոչ մեկին տալու ոչ մի հայրենակիցին, որ այսօր տարբեր երկրներում բերթերում նստեն, մենք չունենք ճշմարտության համար մարդիկ, որ այսօր պետք է իրանց ընտանիքից եւ իրանց գործերից կրճատվեն, սա ինչ քայլեր, որ մենք արեցինք, խնդրեմ։ Շնորհակալություն։ Մենք ինչ հարցերի խումբ ունենք, որոնք լուծումներ էին պահանջում եւ այդ լուծումները կախված էր այն ուժերի կոնսոլիդացիայից, որոնք պատասխանատվություն կվերցնեն իրենց վրա։ Առաջի ամենակարևոր խնդիրը ես իրավական տարածքում որոշակի աշխատանք եմ անում ադրբեջանցիների դեմ եւ նամակագրական աշխատանք ունեմ եվրոպական կառույցների հետ։ Երկու օր առաջ քեզ ցույց տվեցի, ասացի դա ինչ նամակ է, դա Գերմանիայի արտգործ նախարարության նամակներ կարող եմ նորից ցույց տալ։ Խնդրեմ։ Հիմա ցույց տամ նամակը։ Ընկերները որ տեսնեն ինչի մասին է խոսքը, սա Գերմանիայի արտգործ նախարարության նամակն է։ Երկու էջանոց դիմել ենք, մենք խնդիրներ ունենք, որոնք կապված են մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության գործում։ Առաջերտին դա բխում էր Արցախի հայության շահերից, երկրորդը այն բոլոր հետապնդումներից, որոնք իրականացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունները պայմանական քրեական գործ հարուցելով այս անձի կամ այն անձի դեմ։ Եվ այդ ամբողջ տարբեր աղբյուրներից, ում որ ես դիմում եմ տարբեր երկրներին, ասում են դուք ինչու կոնսոլիդացված չեք, ձեր մոտ մենք բոլոր առանցին բողոքներ ենք լսում եւ չունեք դուք մի կազմակերպություն կամ չկա մի կառույց, որը կարողանա հավաքական խնդիր ներկայացնի։ Եվ այդ ձևաչափով արդեն մենք աշխատանք ենք անում համահայկական սենատը կոնսոլիդացված ներկայացնելու է Սփյուռքում եւ Հայաստանում ռեպրեսիաների ենթարկվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները պաշտպանելու են հնարավոր բոլոր միջոցներով, այդ թվում իրազեկելով, պահանջելով միջազգային կառույցներից, տարբեր երկրների սենատներից, երկրներ, ովքեր որ Հայաստանի հետ ունեն շատ լուրջ դիվանագիտական հարաբերություններ, տնտեսական, ինչպես որ աշխարհը այսօր իրար վրա ճնշումներ են գործադրում տնտեսական գործիքներով եւ տարբեր տիպի սանկցիաներով, նույնը մենք կիրառելու ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների նկատմամբ եւ հատկապես այն գործիչների նկատմամբ, ովքեր որ արհեստական խոչընդոտներ են ստեղծում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, քրեական հետապնդումներով փորձում են թույլատրել հայության հավաքական կամքը, հայրենիքը, երկիրը դարձնելու ավելի հզոր, երկիրը դարձնելու ավելի աստծուն մոտ, ժողովրդին ավելի աստվածապաշտ եւ քրիստոնեական ձևաչափի մեջ խնդիրներին ճիշտ լուծումներ տալու։ Այս ամեն ինչը մենք անում ենք մեր կառույցների միջոցով։ Ավելի կոնկրետ մենք նամակներն ուղարկում ենք Եվրոմիության կոմիսարներին։ Ուղարկում ենք այն երկրների սենատներին, խորհրդարաններին եւ կառավարություններին, որոնք այսպես թե այնպես Հայաստանի Հանրապետության հետ ունեն որոշակի կապեր։ Դրանք Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա, Ավստրիա, Հունաստան, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, հիմնական են երկրները, որոնք որ հետաքրված են Հայաստանի քաղաքացիների եւ հայ ժողովրդի իրավունքներով։ Սա մի երկար process է, իր արդյունքները շատ արագ չեն լինի, բայց անպայման արդյունքները կլինեն։ Նամակները ստանալուց հետո մոտարպես 1 ամսվա ընթացքում Հայաստանի համապատասխան կառույցները կստանան տվյալ երկրներից հարցումներ, ինչը տեղի ունենում այս կամ այն քաղաքացու հետ եւ ինչու։
Պրոցեսը ինքը մենք արդեն դրել ենք շրջանառության մեջ, հույսով որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները սթափ կգնահատեն իրավիճակ եւ կկարճեն գործը այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ այդպես քաղաքական շինծու մեղադրանքներով հայտնվել են կալանավորման մեջ եւ Հայաստանի Հանրապետության վրա այդ լրացուցիչ բեռը կհանեն։ Ես հույս ունեմ, որ մեր նամակները նման ազդեցություն կունենան։ Եվ նրանք, ովքեր որ հիմա գտնում են ոչ ազատության մեջ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, մենք գիտենք, որ Հայաստանից դուրս էլ մարդիկ կան, մենք բոլորին ցանկանում ենք կամք ու կորով, համահայկական սենատը որևէ տարբերություն չի դնում անձերի նրանց գործնեությամբ պայմանավորված չի մեր օժանդակությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարիք ունեն իրավական քաղաքական օժանդակություն, ինչը որ մենք իրականացնում ենք։ Թերևս այսքան համեցեք։ Նայեք, պարոն Մկրտչյան, Արդարադատության նախարարը Տիկինը, անունը չեմ էլ հիշումսկի, որ գնացել էր Ամերիկա եւ նրան ասում էր բոլոր տեղերը, որ մենք չունենք քաղաքական բանդարկյալներ, հա։ Հիմա 3 հատ մենք ունենք Ամերիկայում նահանգներում նամակ, որը մենք կաբացուցենք դրա հագարակը, որ այդ Տիկինը եկել էր եւ խափում էր ձեր նման մարդկանց։ Ես չեմ պատկերացնում ինչ պատասխան պետք է այս տարբեր երկրները, որ մենք ուղարկում ենք հիմա այս նամակը, ինչ պատասխան պետք է տա Հայաստանի Հանրապետությունը այս անձանց։ Մենք շատ ճիշտ ներկայացրել ենք իրանց դեմքը, իրանց ով լինելը, որ իրանք սուտ են խոսում այդ գրանտներ ու ես ինչ փողեր վերցնելով, խափելով, որ հայրենիքի համար, Հայաստանի համար եւ այդ պարքերը թողելով մեր սերունդի վրա։ Եվ այս նամակները, հենց այս տեսակ նամակները, գրառումները կբացեն այսօրվա իշխանության դեմքը եւ ինչ չի թվում, որ այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը կամ իր նախարարները կարող են կամ արտաքին գործերի նախարար պարոն Արաբատը կկարողանա այսքանից հետո այդքան երկրների տարբեր սենատների եւ մնացած դատական բարձր ատյաններում արդարանա, որ ինչ որ թե սա ճիշտ չի։ Մարդիկ կան, խնդիրը կա, ես չեմ պատկերացնում, թե ոնց են արդարանալու այս ամեն ինչը։ Եվ սա ես կխնդրեմ մի օր մենք եթեր ունենանք կոնկրետ այս թեմայի համար, պարոն Մկրտչյան, որ մեր հայրենակիցները հասկանան այս տեսակ նամակները, որ ստեղծվելու են մեր հայրենակիցների համար, ինչ բովանդակություն, սա հենց այդ ապահովությունն է, որ տարբեր երկրները ճանաչեն, հենց սա է սենատի գործողությունը, որ նա ոչ մեկի հետ չի համագործակցում ներքին կուխնյայի մեջ, ոչ մի առևտրի մեջ չկա, մենք հենց այս է սիստեմը, որ դրված էր այս ամեն ինչի, որ դրսից կառավարվի ճիշտ ձևը, ճիշտ մոդելը դրված, որ ոչ մեկի հետ մենք կախում չենք ունենալու, մենք մենակ պատրաստ ենք տեսնելու խնդիրը եւ շատ արագ բարձրաձայնելու եւ այդ պահից գտնած մինչեւ մենք կարողանանք օրինական ուժով մտնել Հայաստանի Հանրապետության օրենսգրքի մեջ, որ կարողանա այս նույն մոդելը աշխատի Հայաստանի եւ Հայաստանից դուրս։ Խնդրեմ, պարոն Մկրտչյան։ Եկեք մշտապես հայությունը Հայաստանից դուրս գալիս է անարդարության պատճառով։ Այս անարդարության ինքը մի քանի հարկանի են՝ իրավական անարդարություն, սոցիալական անարդարություն, աշխատանքի կորուստ, աշխատանքի անարդարություն, վճարման անարդարություն։ Դրանցով դուրս են գալիս, ես միշտ խոսակցության մեջ ասում եմ, որ արևմտյան աշխարհում ապրող հայերը իրենց 1 ժամվա համար նվազագույնը ստանում են 12 եվրո 50 ցենտ։ Դա նվազագույնն է, այսինքն քաղաքացի եւ գործատու հարաբերությունները կառուցվում են այդ մոդելով։ Քանի դեռ Հայաստանում չի վերականգնվել գլխավոր իրավունքը, սոցիալական իրավունքը, 1 ժամվա համար աշխատավարձի արժանապատիվ 1 ժամվա վճարը չստանալու պարագայում այս խնդիրները չեն լուծվի։ Կախվածությունները Հայաստանում շատ են եւ ամեն մեկը այդ կախվածությունները փորձում է յուրովի հաղթահարել, մեկը համաձայնվելով իշխանությունների հետ, մեկը ստանալով իշխանությունների առաջարկված որոշակի օժանդակություններ։ Հիշում ենք, չէ, Արցախի զոհվածների ընտանիքներին փողեր բաժանեցին, արյան գին վճարեցին ըստ էության կոպեկներ, դա էլ
ցավալիորեն ընդունվեց այդ մարդկանց կողմից, ես հասկանում եմ, որ նրանք կարիքներ ունեին, բայց իրենք կարող էին գոնե պահանջեին վերցնեին ամերիկյան ստանդարտը, գոնե այդպես վարվեին, ասեն, որ մեր տղան կամ մեր զավակը, մեր որդին զոհվել է, ապա դուք պարտորեք վճարել ամբողջ կյանքում եւ միանվագ միանգամից $100,000 պետքա դնեք սեղանին, գնացեք փողը որտեղից ուզում եք ճարեք բերեք, էական չի, Հայաստանում շատ փող կա, բոլորի մոտ շատ փող կա, այդ 5,000 մարդուն այդ 100,000 վճարելը դա կբերեր մեկ ուրիշ խնդրի լուծման, բայց իրենք պարտավոր էին դա անելու եւ հետո ես շատ ափսոսում եմ, որ հիմա բարձրաձայնում եմ, բայց պետք է ասեմ, դու գիտես զոհվածների մեջ հարուստի տղա։ Ոչ։ Դե հիմա ինչ քննարկենք, էլի։ Ես շատ ափսոսում եմ, որ հիմա ինչ որ ես բարձրաձայնում եմ, բայց ես գիտեմ մի քանի հարուստների տղա, որ կռվել են։ Ես դրանք գիտեմ։ Իսկապես կռվել է, այդ իսկապես կռվածներին ես գիտեմ, բայց ինձ համար տարօրինակ է, որ 5,000-ի մեջ չկա մտավորականների տղաներ կան, որ զոհվել են, կան, դրանք կան, բայց հարուստի ժառանգ ես չեմ ուզում, որ նրանք զոհվեն, պարզապես ես բարձրաձայնում եմ։ Կարկառուն հարուստների, այտենց ասեն, կարկառուն, որ այսօր Հայաստանը կառավարում են, իրանք չեն մահանում, իրանք ընդմիշտ մեր ընդհանուր խնդիրները կապ մենք երկար կարող ենք քննարկել, մենք լուրջ խնդրեմ ունենք։ Մեր ժողովուրդը Աստծուն չի հավատում, մեր ժողովուրդը իշխանություններին չի վստահում, մեր ժողովուրդը իր էլիտային չի վստահում, մեր հարաբերությունները անց տարածքից չեն կարողանում տեղափոխել հասարակական տարածք եւ գոնե կոնսոլիդացնել ինչ-որ մի բան լուծել։ Թու փառքաստուեսի միակ այդպես ձևաչափը, որտեղ հնարավոր կա ինչ-որ մի բան կոնսոլիդացնել եւ խնդիրն առաջ տանել։ Իսկ իրավունքի առումով մեր ազդեցությունը, ամենակարևոր բանը, մեր ազդեցությունը Հայաստանի Հանրապետության վրա հնարավոր է մեծացնել մի դեպքում, երբ որ մենք կարողանում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ներկայացնել դրսում, զարգացած արևմտյան երկրներում։ Միացյալ Նահանգներ, Եվրոպական միություն, Անգլիա, նաև Ռուսաստան։ Շատ կարևոր է 3 միլիոն Ռուսաստանում հայեր են ապրում եւ նրանց իրավունքները ոչ մեկ չի զբաղվում։ Եթե մենք ախպերական կապերը հանենք Ռուսաստանի բերդերում նստած հայ տղերքը, որ նստել են էլի հիմա, այդ իրավունքների պաշտպանությունը ոչ մեկը չի իրականացնում։ Սրանք շատ լուրջ խնդիրներ են դրանք։ Եվ ինչ որ մենք հիմա անում ենք կոնկրետ Սերոփի հետ կապված, սա պետք է ազդակ լինի բոլորի համար։ Եվ այն ինչ որ մենք անում ենք Միացյալ Նահանգներում Վարդան Ղուկասյանի համար, ելի պետք է ազդակ լինի, որ դրանք երկու տարբեր մարդիկ են, տարբեր հոգեկերտվածքներով, տարբեր աշխարհանկալումներով, տարբեր սոցիալական ինստիտուտներից օգտվելու իրենց կարողություններով։ Համայնքական սենատը պաշտպանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքները եւ շահերը, առանց նրա գույնը, չափը, կշիռը, բոյը, գրպանի պարունակությունը հաշվի առնելու։ Համեցեք։ Այո, պարոն Մկրտչյան, ճիշտ եք, հենց սա է, որ այսօր այդպիսի երկրները, օլիգարխական երկրները փորձում են չթողնել սենատ գաղափարը մտնել երկիր, որովհետև դուք նոր շատ ճիշտ ասեցիք, երբ որ պատերազմներ եւ լիներ սենատը համ ներսում, համ դրսում, մենք այն ժամանակ կպահանջեինք կռիվը նախ պատերազմը, եթե լինում էր, նախ ինչից սկսվեց, նախ այդտեղից արդեն կհասկանանք, թե այս պատերազմը ծախված պատերազմ էր, թե իրոք պատերազմ էր, որտեղ երկուսն էլ կարա լինի եւ երկուսն էլ եղել է 30 տարի առաջ իսկական պատերազմ էր, հիմա դա առևտուր ենք կոչում, ոչ թե պատերազմը, առևտուր էր, ուղղակի զակաս էր տված, այսքան մարդու դիմաց, այսքան փող ենք տալի, մինուս 20,000 ընտանիքներին, ցավոք արյան գումար, իսկ այն մնացածը իրանց գրպանները, նշանակում աղքատները մահանում են, աղքատները կռվում են օրվա հացի համար, հարուստները ավելի հարուստանում են, եւ նրանք ավելի այսօր կառավարելի են դառնում եւ մարդկանց համար այս տեսակի խնդիրների մեջ անկառավարելի։ Հիմա նայ, սա է խնդիրը, որ այսօր մենք, եթե ունենայինք շատ վաղուց այս նույն սենատի գաղափարը,
Իշքան են ներսի սենատորները փորձեին նրանց հետ համագործակցեին, դրսում եթե 501 սենատը չէր համագործակցի, պարոն Մկրտչյան, համաձայն եք դուք դրա հետ, որ կոնտրոլը կպահվեր եւ կբարձրաձայնվեր։ Այն ժամանակ, երբ որ անապահով, որտեղ աղքատ բառը դա մեր հային պատիվ չի, անապահով ընտանիքի երեխան, երբ որ գնում էր պատերազմ, այն ժամանակ մենք կբարձրաձայնենք, ոնց որ հիմա այսքան նամակներով մենք բարձրաձայնում ենք մեր հայրենակիցների համար, կբարձրաձայնենք, որ մի րոպե, այս ինչի պետք է հիմի օլիգարխների պատգամավորների, մինիստրների երեխաները չգնային ծառայելու կռվի դաշտ եւ այն վաղ արդեն չէին ունենա այդ կռիվը, երբ որ մենք փորձեինք շատ արագ հասկանանք, որ սա առևտուր է, նրանք կհասկանան, որ մենք գիտեինք, իսկ այդ գիտելի հետ միասին նրանք այդ առևտրին չէին գնա, որտեղ գիտեն, որ մենք պահանջել ենք իրանց երեխաներին էլ առաջիկից։ Սա էր հենց խնդիրը եւ սա խնդիրը եղել մինչեւ հիմա, որ փորձել են մանիպուլյացիա անել, չթողնելով սենատին մոտենալ, դառնալ սենատորական երկիր, որ կարողանային իրանք հարցերը լուծեն։ Հիմա նույնն է կատարում։ Պարոն Մկրտչյան, ինչպես եք տեսնում այսօրվա այս հավաքները, ստորագրա հավաքները, մեր արցախցիների հավաքը, եկեղեցու այդ եթե կհուշեք Բագրատ Սրբազան, հա, իր այդ հավաքը, ոնց եք այդ ամեն ինչը դուք տեսնում, խնդրեմ, որպես սենատի ղեկավար, որպես 30 տարի այս համակարգի մեջ։ Գիտեք, ես ցանկացած ընվզում ողջունում եմ։ Ցանկացած մի խնդիր մենք ունենք հայությունով։ Մենք խնդիրը մշտապես խնդիրների լուծումները փորձում ենք գտնել էմոցիոնալ դաշտում։ Այդ դուրս գանք փողոց, բողոքենք, ասենք ինչ որ մի բան, բայց մենք խնդիրը չենք ուզում իրավունքի մեջ դիտարկել։ Ինքը շատ կարևոր է հասկանալու համար։ Տեսեք Հայաստանի այս 5 տարվա турբուլենս վիճակը, չէ, իշխանությունները անում են ամեն ինչ ժողովրդի դեմ, ժողովուրդը ոչինչ չի անում իր իրավունքները պաշտպանելու համար եւ ընդամենը փողոց է դուրս գալիս։ Փողոցն էլ մենք գիտենք, այսինքն գոլորշին պարը բաց թողելու տարածք է։ Ես խոսել եմ հնարավորինս ինչքան որ ինձ հասանել են եղել հասարակական քաղաքական գործիչները, բացատրել են, որ բերեք ձևավորենք իրավունքը, որպեսզի կարողանանք իրավունքով աշխատել, իշխանություններին պարտադրել ինչ որ գործողություններ, քայլեր, որոնք թույլ կտան բերել փոփոխությունների։ Հիմա բոլորիս համար հայտնի է, չէ, որ օպերայի հրապարակում որպեսզի տեղի ունենա միջոցառում որևէ ինքը պետք է թույլտվություն տա կամ քաղաքապետարանը պետք է թույլտվություն տա, չէ, մենք երեխա չենք, չէ, հասկանում ենք։ Եթե քաղաքապետարանը պետք է թույլտվություն տա, քաղաքապետարանն ասում է հարգելի ցուցարարներ, ինչ նպատակով եք դու ցույցը անում։ Իրենք պետք է ասեն A, B, C, D նպատակներով, լավ։ Էլ ինչ պետք է անեք, ինչքան կզարգանա, ինչ կլինի։ Ուրեմն այդ ամեն ինչ Հայաստանում գտնում է շատ լուրջ վերահսկողության տակ։ Հետևաբար ակնկալել, որ ըստ իրենց միամիտ կարծիքի, որ կհավաքվի կրիտիկական մասսա, այդ կրիտիկական մասսան կբերի փոփոխության, այդպես չի։ Նույնիսկ եթե հավաքվի կրիտիկական մասսա, չի գա այն մեկը, որը պետք է առաջնորդի, որովհետև ծրագրում չկա իշխանափոխություն։ Չկա, գոյություն չունի։ 3 անգամ բավականին մասսա հավաքվեց ու որևէ մեկը չէր գալիս առաջնորդելու ժողովրդին։ Հետևաբար իշխանությունների ինդիմադիրների ֆունդամենտալ պայմանավորվածություն կա եւ այդ պայմանավորվածությունը բխում է Հայաստանի Հանրապետության նախկին 3 նախագահների եւ այսօրվա գործող նախագահի միջեւ։ Դրանք պայմանավորվածություններ են։ Էական չի դրանք ով ինչպես կգնահատի լավ, վատ, դրական կամ բացասական փաստը դա է, որ իրենք պայմանավորվել են եւ այդ պայմանավորվածության լավագույն դրսևորումը Գյումրու ընտրություններն են։ Այսինքն կամ Գյումրի չընտրությունները, ոնց ուզում եք ասեք։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան։ Ես ուզում եմ եզրափակել, գիտեմ, որ մենք ժամանակի խնդիր ունենք, որտեղ մենք հիմա երկուսս էլ նորից աշխատելու ենք, հա։ Դրա համար փորձեմ, որ այս 5 րոպեվա մեջ նոր, եթե ունեք ինչ-որ ավելացնելու բան, եթե ոչ, եզրափակենք, որտեղ ունենք հաջորդ հաղորդումները, որ շատ կարևոր են։ Խնդրեմ։
Ես շատ կարևոր հայտարարություն ունեմ անելու։ Հարգելիներս, ապրիլի 24-ին մենք լուրջ խնդիր ունենք։ Ես ցույց կտամ նամակները կփոխանցեմ քեզ։ Դեկտեմբերին ես Նիկոլ Փաշինյանին խնդրանքով դիմել եմ, որ 25 թվականի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ասելիք չունի, նույնիսկ Խաչքարի մոտ գնալու էլ հնարավորություն չի ունենալու, որտեղ այդպես եք դուք ձևավորել։ Ես իրեն գրել էի, որ հասկանալով ձեր քաղաքական դիրքորոշումը ցեղասպանության խնդրու հետ կապված, առաջարկել եմ բաժանել խնդիրը եւ տալ հնարավորություն, ռեսուրսի մասին է խոսքը, ես այլ հնարավորություն չեմ ուզում։ Պետությունը, պետքան ասեմ, տուր ռեսուրս, մենք այստեղ խնդիրներ կա լուծելու, մենք քո թիկունքը, պետության թիկունքն ենք ապավել, որտեղ ցեղասպանությունը ինքը մի երևույթ է, որը եթե ճիշտ չներկայացվի, ինչպես Արցախի պատերազմից հետո որևէ մեկը չէր ուզում փողոց դուրս գալ, որևէ մեկի հետ հանդիպել, տխուր էին բոլորը, նույն իրավիճակը կձևավորվի ցեղասպանության այս ապրիլի 24-ի հետևանքով, որովհետև որևէ մեկը չգիտի ինչ պետք է անի։ Ես կոչ եմ անում մեր բոլոր ունկնդիրներին, լսողներին, համահայկական սենատը կոնսոլիդացնում է բոլոր խնդիրները, եւ ես առաջարկում եմ, եթե դուք իրականացնում եք որևէ միջոցառում եւ դուք չունեք ձեր ասելիքը, թե ինչ պետք է ասեք, դիմեք մեզ, ես ձեզ կփոխանցեմ ապրիլի 24-ի ուղերձը։ Այն ուղերձը, որ իր մեջ պարունակում է իրավունք եւ նորից իրավունք։ Այսքանը, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, այո, այդ նամակ, այդ գրած տեքստը, որ կա տարբեր լեզուներով, մենք դա կբարձրաձայնենք 24-ին, ամեն մեկս մեր երկրներում, որտեղ որ մենք հիմա ապրում ենք, այդ տարածքում մենք կբարձրաձայնենք թե քաղաքական ամբիոնում, թե մեր ուղիղ եթերում, որ մեր ավելի ճիշտ մենք կփորձենք մի քանի օր ավելի շուտ անել, որովհետեւ ժողովրդին հասանելի լինի այդ ամեն ինչը։ Այո, մենք դա անելու ենք, մենք պահանջելու ենք օրենքի ուժով, որովհետև ուրիշ տարբերակ չկա այս խնդիրին։ Աստված թող օրհնի մեր հայ ժողովրդին, ոնց որ մեր Մկրտչյանը նոր ասեց, որ մեր հայրենագիցները Աստծուց հեռացել են, այո, դա է մեր ամենամեծ դժբախտությունը եւ խնդիրը, երբ մենք հեռացել ենք Աստծուց եւ մենք փորձում ենք ինքներս մեր հարցերը լուծենք, որը դա չի ստացվելու։ Նայեք 5 տակարանի նույն պատմությունը, երբ որ հрьяաները փորձում էին իրենց ձուլած ոսկով ցուլը պատրաստեին, ինչ աղետի էին գալի, որ կորցում իրենց երեխաներին, երբ որ նրանք Աստծոց նեղացան, որ ինչի մեզի Եգիպտոսից հանեցիք, նրանք 40 տարի մնացին եւ անապատում եւ միայն մանան էին ուտում։ Մեզ այսօր պետք են իրոք հոգևոր Մովսեսներ, Ահարոններ եւ հոգևոր մարդիկ, ես միշտ ասել եմ, մի պետություն, եթե նա կոչվում է քրիստոնյա ազգ, նրա երկրի ղեկավարը եւ մնացած բոլորը պետք է լինեն հոգևոր։ Արամ ջան, ես դիտած տեսնում եմ, չի կարող աշխարհիկ սատանայի առաքյալը կարողանա քրիստոնյա, դա նույնն է, երբ որ կին ունի երկու տղամարդ։ Դու չես կարող երկու տիրոջ ծառայելու, դա հենց Աստվածաշունչն է ասում, որովհետև շատ կարևոր է առաջի ղեկը տալով հոգևոր արժեք ունեցող ղեկավարին։ Ես դա տեսնում եմ այդպես, ես դա եմ տեսնում մեր երկրի փրկությունը, ես շատ սխալ եմ համարել շատ հոգևորականների եւ հավատացյալների ճակերտավոր, որ ասել են, չէ, եղբայր, մենք հոգևոր ենք, մենք քաղաքականության հետ գործ չունենք, հենց սա է մեր տունը քանդե։ Այո, հենց դուք, հենց Մովսեսները պետք է առաջնորդեն երկիրը, դրա համար աղոթեք, թող Աստված հանի ձեր մեջից Մովսես, հանի Ահարոն, հանի մնացած մարգարեներին, որովհետև մենք շնորհքի երկիր ենք։ Աստված օրհնի ձեզ բոլորին, Աստվածաշունչն ասում է՝ մի վախեցեք։ Արամ ջան, շատ շնորհակալ եմ, եղբայր։ Կհանդիպենք շուտով։ Աստված օրհնի քեզ, գործերը, գիտեմ ինչքան ծանրաբեռնված ես։